Արմինյան կայակալասի հայտարարության հետ կապված եմեին, որ դիմել եք արտաքին ազդեցության վերաբերյալ, ինչ սպառնալիքներ եք նկատի ունեցել, ինչ եք դրել դրա հիմնավորման հիմքում, ուզում ենք մի քանի սպառնալիքի մասին իմանալ։ Դե սպառնալիքները հայտնի են, այսինքն դու չեք տեսնում, որ Հայաստանի ներքաղաքական դաշտում կան դրսևորումներ, որոնք կարող են մեկնաբանվել որպես միջամտության փորձ, կամ չեք տեսնում, որ ապատեղեկատվական արշավներ են տեղի ունենում մեր լրատվական դաշտում, չեք տեսնում, օրինակ, որ բացվում են կայքեր, բառից բուն իմաստով, ասենք 2 օր կայք է բացվում, մի հատ անգլալեզու, որտեղ ինչ որ սենսացիոն ֆեյք լուր են գրում, օրինակ, չգիտեմ, Փաշինյանը Կանադայում տուն է գնել կամ ինչ են ասում, Հայաստանում Էրդողանի հրամանով կառուցվելու է 12 մզկիթ։ Այս լուրերը ինչ որ նորահայտ անգլալեզու կայքում գրվում են կամ ինչ որ թուրք լրագրող է գրում, մի վայրկյան, օրեր անց օրինակ դա հայտնվում է մեր հայկական լրատվամիջոցների էջերում։ Չէ, էլի կարող է լինել, չգիտեմ, ապօրինի ֆինանսների օգտագործում։ Ինչ կա, որ հիմա ռեալ անհանգստացնում է իշխանությանը։ Հարցը անհանգստացնել, չանհանգստացնելու մասին չի։ Տեսնում ենք հավանականություն, որ կարող է լինել միջամտության փորձ եւ այդ միջամտությունը կանխելու մեր գործիքակազմը մեծացնում են։ Որտեղից միջամտության փորձ։ Օրինակ Եվրամիությունից ասում են Ռուսաստանից, կիսում եք իրենց։ Ես չեմ լսել իրենք այդպիսի բան ասում։ Գերմանիայի։ Ես ասում եմ ցանկացած արտաքին միջամտության փորձ։ Բայց մեր իրավապահները չեն կարող դա կանխել։ Մեր իրավապահները չեն կարող։ Կարող են, բայց Եվրամիության իրավապահները չեն գալու կանխել։ Պարզի որ մեր իրավապահները պիտի կանխեն։ Խոսքը փորձի փոխանակման, չգիտեմ, մեթոդների փոխանակման մասին է։ Թվականի ռազմական միության ժամանակ կառավարությունն անհիմն է արգելել հավաքներն ու քննադատությունը։ Դուք սա ինչպես եք մեկնաբանում, արդյոք չափազանցված չի եղել այդ շրջանում ընդդիմադիրներին թույլ չտալ միտինգ։ Դատական գործի մասով չեմ մեկնաբանի, որովհետև վերջին ատյանին չի հասել, որքան հասկանում եմ, տեսականորեն կարող է եւ բողոքարկվել վճռաբեկ դատարանում, իսկ քաղաքականապես, եթե հացը քաղաքական առումով եք տալիս, արդյոք ես համարում եմ, որ 2020 թվականին համաչափ չեն եղել սահմանափակումներ, չեմ համարում, ես համարում եմ, որ պատերազմական իրավիճակում այդպես էլ պիտի լիներ։ Դե նոր ասեցի, որ դատարանի մասով չեմ մեկնաբանի, որովհետև դեռ վճռաբեկ տեսականորեն կարող է վճռաբեկ դատարանում բողոքարկվել։ Բացակայում էր QST-ի բանակցային փաստաթուղթը, ընդդիմությունից արձագանքելով ասացին, որ հրապարակեք այդ փաստաթուղթը։ Դե չկա թող իրանք հրապարակեն, այո, եւ պատասխանը կառավարության եղավ այն, որ իրենց տիրապետության տակ նման փաստաթուղթ չկա։ Նախկին դեսպանը Չգիտեմ, առաջին անգամ եմ լսում եւ ձեր նշած անձի որևէ հայտարարության ես երբևէ լուրջ չեմ վերաբերվել եւ լուրջ չեմ վերաբերվում եւ զարմանում եմ, որ ոնց է այդպիսի անձը ընդհանրապես դեսպան եղել, դա շատ խոսուն է Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի վերաբերյալ։ Այդ փաստաթուղթը կառավարությունը հրապարակել է այն փաստաթղթերը, որոնք կան իրենց տիրապետման ներքո, այսինքն իրենց մոտ ինչ կա հրապարակվել է, ինչ չկա չի հրապարակվել, որովհետև չկա։ Եթե Քոչարյանը պնդում է, որ այդպիսի փաստաթուղթ կա, թող հրապարակի։ Չէ, ինքը չի ասել դա ինչ է։ Հա։ Դե չգիտեմ, թե ուրեմն մանրամասնի ինչ նկատի ունի, այդ ինչ փաստաթուղթ է, չգիտեմ, չեմ տեսել հրապարակած։